Մարդու իրավունքների պաշտպանը և արդարադատության նախարարը մտահոգված են հայաստանյան մեդիա դաշտի խորացող բևեռացմամբ, ատելության խոսքի և ապատեղեկատվության աճով, ընդգծելով օրենսդրական և ինստիտուցիոնալ նոր լուծումների կարիքը։ Այս խնդիրների շուրջ միջազգային համաժողովի ընթացքում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախ կարևորել է պետական մարմինների, մասնագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ակտիվ ու պատասխանատու գործակցությունը։ Հենց էթիկական չափորոշիչները պետք է առանցքային դեր ունենան այս առումով, հատկապես ոլորտում դեռևս առկա բազմաթիվ խնդիրների պայմաններում, որոնք պահանջում են արագ և համակարգային լուծումներ, ասել է Մանասյանը։ Նրա խոսքով, թեև իրավահավասարության և հակախտրականության առումով իր գնահատականները հաճախ քննադատական են, բայց պետական մարմինների ներկայացուցիչների հետ գործակցությունը կառուցողական է։ Համենայնդեպս իմ պաշտոնավարման ընթացքում շատ քիչ են եղել իրավիճակները և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, երբ այդ թվում իմ հրապարակային քննադատությունից հետո մենք ոչ թե շարունակել ենք ոլորտի վրա կառուցողական աշխատել, այլ ձևաչափով ինչ-որ հանձնառության բացակայություն ենք տեսել, չէ, հակառակն է լրիվ պետական մարմինների պարագայում, և հայաստանյան իրավիճակում ես սա շատ լավ ձեռքբերում եմ համարում, սա շատ կարևոր եմ համարում։ Մարդու իրավունքների պաշտպանը նկատում է՝ խոսքի ազատության և ատելության խոսքի սահմաններն այսօր ավելի քան նուրբ են։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն անկեղծանում է՝ տարբեր քննարկումներ են ունենում այս հարցի շուրջ, բայց դեռ չկա միասնական ընկալում, թե ինչ եղանակով պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտը։ Խիստ վերահսկողությունը վտանգում է խոսքի ազատությունը, իսկ միայն ինքնակարգավորումը հաճախ արդյունք չի ապահովում։ Այդուհանդերձ մշակվել է ինքնակարգավորվող մարմնի ստեղծման նախագիծ՝ միտված ձևավորելու ավելի առողջ մեդիա միջավայր, խթանելու վստահելի լրատվամիջոցների առանձնացումը և դրանց պետական աջակցությունը։ Նախարարն ապատեղեկատվության և ատելության խոսքի մեծ ծավալները համարում է լուրջ մարտահրավեր։ Թեև խտրականությունից պաշտպանության իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն գործող կարգավորումներն ամբողջական չեն և բացեր են նկատվում թե կանխարգելման, թե պատասխանատվության մեխանիզմներում։ Հենց այս նպատակով մշակվել է նաև Խտրականությունից պաշտպանության և խտրականության կանխարգելման մասին օրենքի նախագիծը, որն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։ Մեր պլանավորմամբ ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի ընթացքում օրենքը կքննարկվի և կընդունվի։ Այսինքն մյուս գարնանը մենք այլևս կունենանք գործող օրենք, որը վերաբերելու է խտրականության կանխարգելմանը և խտրականությունից պաշտպանությանը, որը սահմանելու է խտրականության ձևերը, խտրականության զոհերին, նրանց պաշտպանության միջոցները, իրավասու մարմնին, որը զբաղվելու է այդ բոլոր գործառույթներով, միջանկյալ պաշտպանական միջոցների կիրառման հնարավորությունը, կիրառող մարմիններին է սահմանելու և այլն։ Սա կարծում եմ առաջանցիկ քայլ է լինելու ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ։ Մշակվել է նաև ատելության խոսքի կանխարգելման նոր նախագիծ, որը սահմանելու է պատասխանատվություն ատելության խոսքի բոլոր դրսևորումների համար, ոչ միայն քրեական, այլև վարչական և քաղաքացիական։ Նախագիծը ենթադրում է պատասխանատվություն ոչ միայն ատելության խոսք հնչեցնող անհատների, այլև այն հարթակների հանդեպ, որոնք տարածում են նման բովանդակություն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը համարում է, որ մեդիա դաշտի ներկա վիճակը պահանջում է հրատապ միջամտություն։ Հակոբյանը մտահոգությամբ նկատում է, որ այսօր հայհոյանքը և լեզվական ագրեսիան գրեթե բոլոր ալիքներում լեգիտիմացվել են, մինչդեռ անկախության առաջին տարիներին դրանք եթերում բացառված էին։ Ու ամենամտահոգիչն այս առումով նաև հանձնաժողովի սահմանափակ լիազորություններն են։ Երկու անգամ մենք պատժեցինք դրա համար հեռուստաընկերությանը, հեռուստաընկերությունը մեզ դատի տվեց և հաղթեց, որտեղ օրենսդրական կարգավորումներ չկա։ Այս խնդիրը լրջագույն խնդիր է, բայց եթե մենք չկարողանանք, ել եմ ասում, պետությունն է դրայվը, եթե չստեղծենք համապատասխան օրենսդրական դաշտ, եթե մենք չփորձենք այս ամեն ինչը կարգավորել, որտեղ ես շատ եմ գնահատում խոսքի ազատությունը, այս միջավայրում մոտ 40 տարի եմ աշխատում, բայց խոսքի ազատությունը բացարձակ հասկացություն չի։ Եվ երբ որ մենք արդեն դրսում խոսում ենք շատ ժամանակ մեր գոլեգաների հետ, առաջնային պլան է մղվել ոչ թե խոսքի ազատությունը, այլ խոսքի ազատության չարաշահումները։
Հակոբյանն ընդգծում է, որ խնդիրն այսօր միայն քաղաքական չէ, այն վերաբերում է նաև հանրային վարքագծին, մեդիայի միջոցով քրեական ենթամշակույթի տարածմանը և արտաքին ազդեցությամբ ձևավորվող մեդիա սովորույթներին։ Նրա համոզմամբ, եթե պետությունը չստեղծի անհրաժեշտ օրենսդրական դաշտ, մեդիան չկարգավորվի, իսկ հասարակությունն ինքնակարգավորման մեխանիզմներ չձևավորի, իրավիճակը դժվար թե բարելավվի, եթե ավելի չվատթարանա։ Հայաստանում անցկացված վերջին հետազոտություններով բացահայտվել են ավելի քան 4 տասնյակ առաջատար լրատվամիջոցների իրական սեփականատերերը, ըստ այդմ, միայն հեռուստաընկերությունների շուրջ 90%-ն ունի քաղաքական պատկանելություն, ինչն ըստ Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի տնօրեն Լիաննա Եղիազարյանի, փաստում է, թե ինչպես կարող է քաղաքական ֆիլտրով անցնել լրատվական բովանդակությունը։ Սա նաև ընդգծում է մեդիայի խորը բևեռացումը։ Միաժամանակ 2023-ից 25 թվականներին մեդիայի դեմ դատական գործերն են նկատելիորեն աճել՝ 2023-ին 36 գործ, 24-ին 43, իսկ 2025-ի առաջին 9 ամսում 45 գործ։ Սա արդեն խոսում է այն առճակատման մասին, որ կա քաղաքական ուժերի, գործող իշխանության, ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների միջև։ Այսինքն այս հայհոյախառն իրականությունը ոչ միայն արտացոլվում է միջին վիճակագրական սպառողի վրա, մեդիայի սպառողի մասին եմ խոսում, այլև բեկել է և ձևախեղել է լրատվադաշտը։ Քննարկելով հնարավոր լուծումները, լրատվական ծրագրի ղեկավարը նկատում է, որ անգամ առաջադեմ մոտեցումներով հայտնի Եվրոպայում դեռ չկան լիովին կենսունակ մեխանիզմներ ու միանշանակ մոտեցումներ, թե ինչպես ու որքանով պետք է կարգավորվեն այս խնդիրները, որոնցից մեկն էլ տեղեկատվության, այսպես ասենք, լվացումն է։ Մյուս կողմից, ինֆլուենսերները սոցցանցային քաղաքական ալգորիթմներն ու արհեստական բանականությունն են փոխել մեդիա շուկայի պատկերն ու կանոնները։ Եվ մինչ մենք դասական լրատվամիջոցներս փորձում ենք բալանսավորել, պահել բոլոր կողմերը, լսել բոլորին և չշտապել տալ տեղեկատվությունը մինչև չճշտենք, արդեն սոցցանցերը հաղթում են մեզ արագությամբ, տարածվածությամբ և այլն։ Կիրառվող գործուն մեխանիզմներից Եղիազարյանն առանձնացրել է եվրոպական որոշ երկրներում գործող մեդիա արբիտրաժի մեխանիզմը, որը կարող է կասեցնել կեղծ տեղեկության տարածումը կամ հայտարարել, որ դա հավաստի չէ, անգամ 48 ժամով արգելել կասկածելի տեղեկության տարածումը, մինչև պարզվեն աղբյուրն ու իսկությունը, բայց սա պետք է լինի հեղինակավոր անձանց ներգրավմամբ, այլապես որպես մեխանիզմ չի գործի, շեշտում է Եղիազարյանը։ Այսինքն կա մի հարթակ, որը ասում է ուշադրություն, արգելի հանրություն, սա ապատեղեկատվություն է։ Մենք այդպիսի հարթակ այս պահին չունենք, վախենամ դժվար էլ կունենանք, որովհետև մեդիա հեղինակությունները մեզ մոտ քաղաքականացված են, մեդիան բևեռացված է, բայց իրավուսուցների մեխանիզմ ստեղծելը շատ կարևոր է։ Ունենանք մարդիկ, ունենանք տարբեր սեկտորներից ներգրաված մարդիկ, ովքեր այդ հարթակում կներգրավեն, անունը կդնենք մեդիա արբիտրաժ, անունը կդնենք մեդիայի ներողություն արտահայտությանս համար բարոյականության հանձնաժողով, անվանենք ինչպես ուզում ենք, գանք ընդհանուր մի հայտարարի, բայց պետք է լինի այդ հարթակը, որի խոսքը ազդեցիկ կլինի, որտեղ ներկայացված մարդկանց տեսանկյունը կլինի հեղինակավոր և մենք այդ հարթակով կկարողանանք գոնե որոշ չափով ոչ թե հերքել, այլ ի սկզբանե կասեցնել ապատեղեկատվության այդ հսկա հոսքերը։ Մասնագետների կարծիքով նման հարթակն ու օրենսդրական նոր կարգավորումները թույլ կտան ոչ թե ուշացած հերքումներով գնալ ապատեղեկատվության հետևից, այլ կանխել այն դեռ սկզբնական փուլում, իսկ ապատեղեկատվությունն այսօր Հայաստանի տեղեկատվական անվտանգության հիմնական մարտահրավերներից է։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։